Այն աշխարհ որ լույս ես բոմբոմի Կախարդական քաղաք դու հրաշք ես բոմբոմի Ժպիտը կոտակի դոտաները բոմբոմի Սիրո լցրու սրտերը դու ամենքի Սիրո լցրու սրտերը դու ամենքի Սիրո լցրու սրտերը դու ամենքի Մի օր պարոն Բումը հերթական անգամ պատրաստվում է մեկնել արկածներով լի ճամփորդության։ Նա անհամբեր սպասում էր դրան, որովհետև պետք է մեկներ գանձերի և բազում հրաշքների երկիր Էլդորադո։ Իմ թանկագին բարեկամ, դու երևի լսել ես այդ երկրի մասին, գուցե նաև հեռուստացույցով տեսել ես այն։ Ուրեմն գիտես, որ դա շատ գեղեցիկ և հեքիաթային մի վայր է, որը տեսնել երազում են շատ ու շատ ճանապարհորդներ։ Ճիշտ է, պարոն Բումը մեր թվարկությունից առաջ 1458 թվականին եղել էր այնտեղ, բայց այդ ժամանակներից այն շատ է փոխվել, և դրա համար էլ նա շատ էր երազում, որքան հնարավոր է արագ հասնել այնտեղ։ Եվ այսպես Աֆրիկայից վերադառնալուն պես, իսկ դուք գիտեք, որ Աֆրիկա պարոն Բումը հաճախ է գնում, ախր այնտեղ այնքան շատ գործեր կան։ Նա պատրաստվում է մեկնել Էլդորադո, սակայն նա այնքան է շտապում, որ մոռանում է տանել իր թագավորության բնակիչներին։ Այսպես աշնանային մի օր Բում-Բումի թագավորության բնակիչները մնում են մենակ։ Բոբոյիկը ինչպես միշտ չարաճճություններ էր անում, Թութակիկը բարկանում էր նրա վրա, իսկ Գորտիկը Բում-Բում դարանում գտել էր մի շատ հետաքրքիր գիրք և կարդում էր այն։ Այդ գիրքը Հայաստանի հնագույն վանքերից մեկի մասին էր, և Գորտիկը այնքան է ոգևորվում, որ որոշում է մեկնել այնտեղ։ Մինչև պարոն Բումը վերադառնա, ես կհասցնեմ գնալ և տեսնել այդ հրաշալի կառույցը։ Նա իր մտադրության մասին պատմում է Բոբոյիկին և Թութակիկին, և նրանք միասին մեկնում են ճամփորդության։ Եղանակը անձրևոտ էր, ճանապարհը երկար։ Ինչ գեղեցիկ է։ Նայիր Բոբոյիկ, սա որոտան գետն է։ Որոտան։ Այո, որոտան կամ բարգուշատ։ Ինչ շատ դուր եկավ այստեղ։ Դու ճիշտ էիր, այստեղ իրոք գեղեցիկ է։ Լսիր Գորտիկ, իսկ որտեղ է Թութակիկը, հա։ Երևի զբոսնում է։ Ինչ գեղեցիկ է։ Պակ, պակ, պակ։ Ինչ լավ է այստեղ ջրի ափին, ջուրը շատ լավ բան է։ Coming down the street, could it be the boy on the bike? I give him the pennies that I have saved, and he gives me the flavor I like. The sun is hot. Սյունիքի հրաշագեղ բնության գրկում է գտնվում այն նշանավոր վանական համալիրը, որը տեսնելու է շտապում մեր հերոսները։ Ահա և այն Դանթեի վանքը։
Տաթևի վանքը դերևս առաքելական հնություն ու պատմականություն ունի, այստեղ վանքը հիմնվել է Եվստաթիոս առաքյալի նշխարների վրա, Եվստաթիոսը Քրիստոսի 72 աշակերտներից մեկն է եղել, եւ Տաթև անունը հենց Եվստաթիոս առաքյալի անվան կրճատված տարբերակն է, Եվստաթիոս, Տաթև, Տաթև։ Տաթևի վանքում 3 եկեղեցիներ կան։ Գլխավոր եկեղեցին Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցին 906 թվականին է կառուցվել, Սուրբ Աստվածածին եկեղեցին 1087 թվականին եւ Սուրբ Գրիգոր Լուսավորչի եկեղեցին 1295 թվականին։ Վանքի միակ կառույցը, որը երբեք չի վնասվել, ճոճովող գավազանն է։ Տաթև վանքի հրաշքն է այս գավազանասյունը Սուրբ Երրորդություն անվամբ, որ կրկին 906 թվականին է կառուցվել, ժամանակի կաթողիկոս Հովհաննես Դրասխարակերտցու գավազանի նմանողությամբ է կառուցված։ Խորհրդանշում է իշխանություն, հոգևոր իշխանություն, քանի որ Տաթևի վանքը Սյունիքի հոգևոր կենտրոնն է եղել։ Այս գավազանասյունը այստեղ հաստատվել է իբրև հոգևոր իշխանության խորհրդանիշ, իբրև թե Տաթևն է Սյունիքի հոգևոր կենտրոնը։ Նրա մասին մարդիկ շատ հետաքրքիր պատմություններ են պատմում։ Երբ որ ձիերը դոփյուններով հարցակվել են եկել են, սյունը շարժվել է եւ դա նշան է եղել այն բանի, որ թշնամին հարցակվում է տարածքի վրա եւ մարդիկ կարողացել են տեղաբնակները ինքնապաշտպանության դիմել, երբեմն հարցակվել եւ կարողանալ պաշտպանել իրենց գոյությունը։ Երկրաշարժային գոտի է այստեղ եղել, ցնցումների ժամանակ ճոճվում էր, իմանում են երկրաշարժ կլինի։ Վարդապետական դպրոց է եղել, շրջանավարտները կանգնում են գավազանասյան մոտ եւ աղոթք էին անում։ Եթե զորավոր էր աղոթք, եթե իրենց քարոզը ճշմարտացի էր գավազանասյունը ճոճվում էր, իմանում էին թե կնացուն արժանավոր է, տալիս էին վարդապետական աստիճան։ Սյունը կանգուն է մնացել, որովհետեւ ճարտարապետական գաղտնիքներ կան, ասվում է լեգենդներից մեկում պատմում է, որ սյունը հիմնադրվել է խոշոր կարասների վրա, օթային ինչ-որ պահոստներ կան այնտեղ, որ օգտագործ դրա հանդիսացել է հիմք, որ սյունը շարժվել է, բայց չի փլվել։ Ամեն տարի շատ ու շատ քրիստոնյաներ Տաթևի վանք են գալիս ուխտի։ Մենք եկել ենք այստեղ ուխտով, որովհետև ցանկացած մի, եթե այսպես ասենք աշխարհի ճամփորդություն, հա, որը որ ուղղված է դեպի սրբավայր եւ նպատակային է, որպես այնտեղ աղոթք մատուցվի, աղոթք անենք թե մեր ազգի համար, մեր ազգի բարօրության եւ ազգի լուսավորության համար, եւ թե նաեւ մեր ինքնամաքրման, հա, համար։ Այդ տեսակ ճամփորդությունը կոչվում է ուխտագնացություն։ Այստեղ գալու նպատակը հիմնականում դե բնականաբար ուխտագնացությունն է, երազել եմ բավական երկար ժամանակ այցելել այստեղ, գալ հենց ուխտի ու վերջապես երազանքս իրականացավ։ Եղանակը չի խանգարում, որ մեր հոգին ջերմ լինի, դա Աստված որ այսպես մեր հոգու ջերմությունը մեր ամբողջ կյանքում մեծ ուղեկից լինի, նպատակս էր գալ այստեղ, Փառք Աստծո իրականացավ։ Մենք Երևանից եկանք այստեղ հեռավոր այս բանական համալիրը, որպեսզի այստեղ եւս մասնակցելով սրբազան պատարագի արարողությանը մեր աղոթքը մատուցենք առ Աստված եւ փորձենք եւս մեկ անգամ հիշել մեր այն բոլոր նախնիներին, որոնք որ իրենց կյանքը չէին կարող պատկերացնել առանց որևէ հոգեվոր արարողության, առավել եւս առանց պատարագի։ Շատ եմ ուզում, որ երեխաների մեջ միջի այդ մաքրությունը, զուլալությունը չափականվի, իրենց ծնողների դաստիարակությամբ իրենք Աստծուն ավելի մոտ լինեն ու այդ մանկական, այդ Աստվածաշնչում է ասում երեխաներին ման պարզ եղեք, մաքուր եղեք, այդ իրենց մաքրությունը իրենց ամբողջ կյանքի ընթացքում ուղեկից լինի իրենց։ Սուրբ Գրիգոր եկեղեցու գմբեթը երկրորդ երկրաշարժի ժամանակ էլ ընկնում է նույն տեղը։ Միթե դա հնարավոր է, այստեղ ամեն ինչ գրված է։ Գարտիկը նորից կարդալու բան է գտել, թող կարդա, իսկ ես կգնամ ու ճոպանողի կնստեմ։ Ես պետք է հաստատեմ ռեկորդը։ Ապանայեք, բոլորը եկել են ինձ տեսնելու։ Ողջույն բարեկամներ, ես հաստատում եմ ռեկորդը, շնորհակալություն, շնորհակալություն, սա էլ ձեր սերտիֆիկատը, ավարտեցի։
Ինչ դժվար գործ էր։ Հիմա կարող եմ նստել աշխարհի ամենաերկար ճոպանուղին։ Ով է վերջինը, հա? Դուք եք վերջինը։ Վերջապես։ Ահա եւ իմ Տոմսը։ Գնացինք։ Դե շարժվիր։ Ինչու չի շարժվում, հա? Գնացինք։ Դե առաջ։ Գնացինք։ Երեխաներ ջան, անպայման եկեք ստեղ, որովհետև սա մի հրաշք է, սա մեր պատմության ամենահնագույն կառույցներից մեկն է, կարող եմ ասել, պատմամշակութային շատ կարևոր տեղ է, որը իմ կարծիքով յուրաքանչյուր հայ քրիստոնյա պիտի այցելի։ Այս հրաշքվանքը յուրաքանչյուր հայ պետք է գա տեսնի, առավել ևս աշխարհինի ցույց, որպեսզի ամբողջ աշխարհը հասկանա, որ նախ քրիստոնեությունը մեր երկրից է տարածվել, որտեղ առաջին քրիստոնյա պետությունը մենք ենք եղել, եւ այո, եթե մենք հայ ենք, մենք պետք է ամուր լինենք մեր պատմությամբ, մեր գրականությամբ, մեր վանքերով, մեր եկեղեցիներով, եւ եթե մենք ունենք ազատ անկախ հանրապետություն, մենք պարտավոր ենք մեր երեխաներին բերել, ցուցադրել եւ ուսուցանել, ով ենք մենք, մեր արմատների մասին երեխաներին պատմենք։ Բոբոիկը, գորտիկը եւ թութակիկը շատ գոհ էին իրենց ճամփորդությունից։ Ճիշտ է, նրանք մի փոքր հոգնել էին, բայց որքան բան ունեին պատմելու պարոն Բումին, իսկ նա վաղուց արդեն վերադարձել էր եւ անհամբեր սպասում էր նրանց պատմություններին։ Ահա եւ մեր պատմությունն էլ ավարտվեց, երկնքից ընկավ 3 խնձոր, մեկը Բոբոիկին, մյուսը գորտիկին, իսկ երրորդն էլ թութակիկին։ Բաբա, բեբե, բում։